Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ Իրանի հետ առևտուր իրականացնող ցանկացած երկիր Միացյալ Նահանգների հետ իր ամբողջ առևտրի վրա կարող է ենթարկվել 25% մաքսատուրքի։ Սա շատ վատ նորություն է։ Հայաստանի համար սա վտանգավոր է, որտեղ մենք Իրանից ներմուծում ենք տնտեսության հիմքում նստած ապրանքներ, վառելիք, էներգետիկ բաղադրիչներ, երկաթ, պողպատ, արդյունաբերական հումք։ Սրանք այն նյութերն են, որոնք նստած են գրեթե բոլոր ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի մեջ։ Պարզ ասեմ, եթե պողպատը թանկանա, թանկանում է շինարարությունը, հետո բնակարանը, եթե վառելիքը թանկանա, թանկանում է բեռնափոխադրումը եւ վերջում թանկանում են բոլոր ապրանքները։ Երկրորդ հարվածը բանկերի միջոցով է գալիս։ Երբ ռիսկը մեծանում է, բանկերը սկսում են խստացնել, վարկերը տալիս են ավելի ծանր պայմաններով կամ չեն տալիս առհասարակ։ Փոխանցումները ձգձգվում են, վճարներն ավելանում, գործարքներն անցնում են երկար ստուգումների միջով։ Փոքր եւ միջին բիզնեսի համար սա կարող է դառնալ ուղիղ փակուղի, երբ շրջանառությունը սեղմում է եւ գործը սկսում է խեղդվել։ Երրորդը Միացյալ Նահանգների շուկան է։ Եթե 25% մաքսատուրքը գործի, մեր արտահանողը Միացյալ Նահանգներում մեկ օրում դառնում է ավելի թանկ ու պակաս մրցունակ։ Այսինքն մի կողմից ներմուծումը թանկանում է, մյուս կողմից արտահանումը թուլանում։ Ըստ իս պետք է անել 3 քայլ եւ անհապաղ։ Հենց հիմա պետությունը պետք է հաշվարկի Իրանից ինչն է կենսական ու որտեղ է ռիսկը, բանկերի հետ արագ հաստատի պարզ կանոններ, որ տնտեսությունը կանգ չառնի, եւ Միացյալ Նահանգների հետ պետք է բանակցել կենսական ներմուծումների համար սահմանափակ բացառության շուրջ։ Եթե սա չանենք, անորոշությունն ինքն է դառնում հետևանք, գների աճ, թանկ վարկեր եւ բիզնեսի կաթված։